Մենք անցնենք օրակարգի երկրորդ հարցին, տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։ Այն ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ նախագիծը հանձնաժողովին կներկայացնի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Համեցեք, պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան։ Մինչ նախագծին անդրադառնալը պիտի ասեմ, որ ամիսներ շարունակ մենք աշխատել ենք այս նախագծի, այս փաթեթի վրա եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գլխավորած հանձնաժողովին, փորձագետների ներգրավվածության եւ պատգամավորների ներգրավվածության համար, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերներին, պարոն Հակոբյանի եւ իր թիմի գլխավորությամբ, որովհետեւ իրապես մեծ ծավալի աշխատանք է կատարվել, կարծում եմ այսօրվա քննարկումը նաեւ ցույց կտա այդ աշխատանքը, իսկ թե ինչի մասին է այս փաթեթը, տեսեք իրականում տեսալսողական մեդիայի մասին օրենքը կարգավորում է ամբողջ դաշտը, սահմանում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պարտականությունները, հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները եւ ըստ էության ՑՊԱՀ-ս գործող կարգավորումները մեծավ մասամբ գալիս են ապահովելու հեռուստաբովանդակության, հեռուստառադիոբովանդակության որակը, հիգիենան նախ եւ առաջ ուրեմն հանրային մուլտիպլեքսի տարածքում, որպեսզի մեր քաղաքացիներին, որոնք որ կհետևեն այս հանձնաժողովի նիստին ավելի պարզ լինի, հանրային մուլտիպլեքսը այն տիրույթն է, որտեղ շուրջ 3, ավելի քիչ 3 տասնյակից հեռուստաալիքներ յուրաքանչյուրի տանը հասանելի են, այսինքն այս տիրույթում հեռարձակվող հեռուստակոնտենտի համար անհրաժեշտ կարգավորումներն են մինչ օրս գործում, բայց գաղտնիք չէ, որ նոր տեխնոլոգիաները գալիս են ավելացնելու մի քանի այլ շերտեր, հանրությանը մատուցելու հեռուստառադիոբովանդակությամբ հաղորդումներ կամ ծրագրեր, եւ սրանք մի կողմից նոր հնարավորություններ են ստեղծում հեռուստադիտողի համար, մյուս կողմից ռիսկեր եւ մարտահրավերներ։ Այս փաթեթը գալիս է մեր կարծիքով խորությամբ բովանդակությամբ անդրադառնալու արդեն հաջորդ շերտին, նաեւ հաջորդ շերտին այն է ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումներին կամ հեռուստածրագրերին։ Նախ եւ առաջ այս նախագծով մենք փորձել ենք հանգամանալից կերպով եւ հիմնավոր կերպով տալ բացվածքը արգելված հեռուստակոնտենտի։ Հիմա փորձեմ առավել մանրամասն ներկայացնել ձեզ, թե ինչպես ենք մենք վերախմբագրել օրենքի 9-րդ հոդվածը կամ ինչպես ենք առաջարկում օրենքը ընդունվելուց հետո այն ունենա համապատասխան տեսք։ Մասնավորապես օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, բռնություն եւ դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ իհարկե սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով բացառությամբ 4-րդ կետի սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է,
Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին։ Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-ից մինչև 6:00։ Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը, սույն հոդվածի առաջին մասի երկրորդ, երրորդ կետերով եւ չորրորդ մասի նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմին, այսինքն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին արգելվում է հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը։ Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում եւ վերջին կետով արգելվում է հեռարձակողի ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքներ տիրապետող անձի համաձայնության տարածումը։ Սրանք ըստ էության վերաբերում են արգելքներին, այսինքն այսօր էլ գործող օրենսդրությամբ իհարկե որոշակի կարգավորումներ կան, այնպես չէ, որ որևէ կարգավորում նախատեսված չէ, սակայն այդ կարգավորումները լիարժեք չեն։ Մենք փորձել ենք այս փաթեթում այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ կգան փակելու հնարավոր բոլոր ռիսկերը, իսկ արդեն խախտումների պարագայում հանձնաժողովի համար շատ հստակ իրավական հենք կունենանք որևէ սանկցիոն գործողություն իրականացնելու համար։